Վերջապես բրոնզեդարյան, ուշ բրոնզեդարյան, ուրարտական շրջանի ամրոցներով լի այս տարածքում մենք գտանք ըստ Արտակ Մովսիսյանի այն հսկայանշանները, որոնք իսկապես հանելուկային են։ Թեև հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ինձ ասաց, որ սրանք փայտը կռելու ծռելու համար են։ Միևնույն է, ապշեցուցիչ է, թե այն ժամանակվա գործիքներով ինչ հսկայական աշխատանք են կատարել։ Եվ տեսեք խորությունը։ Այ ձեռքս ամբողջապես մտնում է այս ակոսի մեջ։ Քարերի վրա արված ու դեռևս բացատրություն չունեցող պատկերներ գտնվել են աշխարհի տարբեր մայրցամաքներում, իսկ այսպիսի ակոսապատկերներ և հսկայանշաններ շատ կան Արևմտյան Հայաստանում, մոտ 8 հնավայրերում։ Այս նկարը պատկերում է ներկայիս Դելիչայ գյուղի մոտ հայտնաբերված կլոր ակոսապատկերը։ Այս նշանները սփռված հայկական լեռնաշխարհում և երկրագնդով մեկ վկայում են զարմանալի քաղաքակրթության գոյության մասին։ Թե հսկայանշաններ ասենք, թե փայտը ծռելու կռելու հարմարանք ասենք, այդ քարի կողքին կա մի այլ քար, որը պարզ երևում է, որ այսպես կտրված է։ Տեսեք ուղղանկյուն է ստացված։ Ինչպես են կտրել այս քարը։